Պարոն Սուրենյան, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում կիրակի օրը եւ ձեր նշած այն կարծիքը, որ 50+ դժվար թե հաղթահարի, դուք այս դեպքում կանխատեսում եք, որ Գյումրիում կարող է կրկնվել Վանաձորի սցենարը։ Այո, կանխատեսում եմ։ Գյումրիում կարող է գտնվել, ասացի, Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առաջ է կանգնած, կամ կազմակերպման ցիվիլ ընտրություններ եւ սկսվում է Գյումրիի պարտությունով, մի ԿՊ-ի պարտությունով, մի հատ կարևոր գործընթաց, որի վերջը բերելու է իշխանության փոփոխության է, հենց էլեկտորալ ճանապարհով, հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների, կամ նա գնում է տոտալ կեղծիքների ու ճնշումների ճանապարհով։ Այդ ձեր ասած Վանաձորի սցենարներից մեկն է, դա կարող է այլ բանել անել, կարող է վարչական ռեսուրսի գրեիք չարաշահման գնալ ուղեկցված բռնություններով, դա կարող է դա էլ անել, կարող է թեկնածուներին թիրախավորել, հիմա արդեն ուղղակի ժամանակը չի կգա, օրը դրա մասին էլ կասենք, տարբեր թեկնածուների նկատմամբ պրեսինգ ու ճնշումներ կան, թիմերի, առայժմ թեկնածուների չէ, այո, այդ իր ելույթը, որ սրանք թարանչիներին են ներկայացնում, ու ինքը մի կուսակցության անուն չտվեց, երկուսի անուն չտվեց, հետևաբար դա մյուս 8-ին կարող է վերաբերվել, հա, իմ կարծիքով ուղիղ հրահանգեր իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին ռեպրեսիվ մեթոդներ կիրառել ընդդիմադիր բոլոր թեկնածուների դեմ։ Իհարկե վտանգը կա, բայց ես մի բան ասեմ։ Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար եւ ԿՊ կուսակցության կամ ճիշտ բառը այդ կուսակցության համար ԹԿՊ կուսակցության, չէ, Ալեն Սիմոնյանի հերոսությունից հետո դա կոչվում է թքողների քաղաքացիական պայմանագիր, այդ կուսակցության եւ նրա առաջնորդի համար մի բան զգուշացնեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա ռեպրեսիվ բացահայտ մեթոդների, որովհետև նույնիսկ Մամիկոն Ասլանյանի նախադեպը կրկնելով, նա Գյումրիում չի կարող պրոցես փոխել, դա էլ ասեմ ձեզ։ Բայց եթե գնա ռեպրեսիվ մեթոդներով Նիկոլ Փաշինյանը, ինքը հեղափոխական իրավիճակ է ստանալու, ոչ միայն Գյումրիում։ Խորհուրդ կտամ, չգնա այդ ճանապարհով։ Ինքը արդեն իր ելույթով անհարկի կրկել է բորբոքել Գյումրիում։ Ասում եմ մարդիկ մրցակցության մեջ էին, բայց շատ հանգիստ իրար հետ շփվում էին։ Եկավ, էսկալացրեց, մի հատ էլ թեզ ասես, չէ, ասում է մենք ինքնիշխանություն բերող ուժ ենք, այս կորուստներով անցել ենք, որ նվաճենք մեր ինքնիշխանությունը։ Հիմա հարց եմ տալի։ Գյումրին ինչ կապ ունի դրա հետ։ Ինչ ինքնիշխանություն, հայրենիքի գողը ոնց կարող ինքնիշխանության մասին խոսա։ Կամ այդ հատիկ հետ են բերում, տղայես գնա ռազմագերիներին հետ բեր։ Տղայես գնա ռազմագերիներին հետ բեր։ Հետ չեն գելես բանը, ամեն ընտրությունից առաջ բանը Քոչարյան ու Սերժ Սարգսյանը հիշում, կամ էլ տեղական մակարդակով Վարդան մյուսներին է հիշում։ Գնա ռազմագերիներին բեր, իսկ եթե այդ մարդիկ հանցագործներ էին, ինչու ոչինչ չի կատարվում, մեկ էլ ընտրությունից առաջ իրանց դեմոնիզացնում ես։ Ամեն իր հարցազրույցով եւ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փակում է իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու իր հնարավորությունը։ Այս մարդը ոչնչացնում է ներազգային դիալոգի կամ ընտրության ճանապարհով հեռանալու հնարավորությունը։ Այդ շատ վատ նախադեպ է ստեղծում, շատ վատ։ Որտեւ ակնհայտորեն, եթե սոցիոլոգիական որակյալ հարցում անցկացնեն, կպարզվի, որ ակնհայտորեն Չալոն ու Ախուրյանցի անուն այլևս իրեն չեն ուզում կողմ քվեարկեն։ Չալոն վաղուց ելույթ չի ունեցել, Ախուրյանցի անուն էլ պետական ճնշման տակ պատկերացրեք այնքան ողբերգական վիճակում են հայտնվել։ Այդ խեղճ կինը
հարցազրույց է տալի իր հիասթափությունն այդում։ Ուրեմն պետական ամբողջ ռեսուրսով երևի այդ կնոջ վրա հարձակվում են, հաջորդ օրը հերքում է տալի։ Ոնց որ մի պատասխանատու պաշտոնյա էր, մի բան էր ասել, որ չհերկվեր, էս է իրավիճակը։ Ես այդ կնոջ դեմ ոչինչ չունեմ, էլի, ուղղակի ինքը հավաքական կերպար է դարձել։ Բայց ասում եմ, իր ամենահավատարիմ ընտրողից խաբար չկա, Չալոյից։ Ինքը զրկվել է նույնիսկ այդ երկու շատ կարևոր ընտրողների քվեներից։ Միայն ուժային ռեսուրսի վրա է իր հույսը եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ եթե Գյումրիում էսկալացիա լինի, դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Ոնց որ թե վերջ, քննարկեցինք, այլ հարցեր չկան, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, ամենայն դեպս մենք պատրաստ ենք խաղաղ մրցակցային ընտրությունների, հատուկ ուզում եմ շեշտել, որ ընդդիմադիր որևէ ուժ առճակատման չի ձգտում, որտեղ բոլորս չնայած մեր ունեցած տարաձայնությունների, վստահ ենք, որ քաղաքակիրթ ընտրությունների պարագայում ԿՊ-ն չի հաղթելու եւ ընդդիմադիր ինչ-որ կոալիցիա է ձևավորվելու Գյումրին ղեկավարելու համար։